Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական հոլովակի օրն է, ուրբաթ է եւ շատ կարեւոր հարցի եմ այսօր անդրադառնալու եւ խորհուրդ եմ տալիս հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն երկրորդ կես, հոլովակը նայեն մինչեւ վերջ։ Լավ։ Եվ այսօր ես մեր զարթուցիչի մասնակիցներից մեկի բարձրացրած հարցին եմ պատասխանելու, ինչ անել, որպեսզի վեճերը քիչ լինեն ընտանիքում, ինչպես անել, որպեսզի ավելի ներդաշնակ լինեն հարաբերությունները եւ մարդիկ իրենց կյանքից հաճույք ստանան, ոչ թե անընդհատ գտնվեն վեճերի եւ հարցեր պարզաբանելու մեջ։ Եւ քանի որ զարթուցիչը ինքը այնպիսի տրեյնինգ է, որը վերաբերվում է կյանքի բոլոր ոլորտներին, սկսած ընտանիք, վերջացած կարիերայով, բիզնեսից սկսած մինչեւ ինքնազարգացմամբ, մենք անդրադառնում ենք բոլոր հարցերին, որոնք ընկած են այս իմ նշած դիապազոններում, հա, պատկերացրեցիք։ Դե եկեք հիմա պատկերացնենք ինչ կարևոր կետեր կան, որոնց վրա ազդելով կարող է ընտանիքում ներդաշնակությունն ավելանալ։ Ուրեմն շատ ու շատ է խոսացվել այս թեմայի մասին, նույնիսկ խոսացվել է անհամատեղելիության մասին ու անհամատեղելիության տարբեր տեսակներ են, տարբեր տեղեր հնչել, հա, սկսած հորոսկոպային անհամատեղությունից, վերջացրած տարբեր աշխարհայացքների մասով անհամատեղելի լինելը կամ կարծիքների, տեսակետերի, նույնիսկ դաստիարակության հետ կապված, ես այսօր այդ ամեն ինչը դնում եմ մի կողմ, խոսում եմ մի շատ կարևոր ու առանցքային համատեղելիության կամ անհամատեղելիության պատճառի մասին։ Ուրեմն, այսօր ես ուզում եմ խոսամ էմոցիաներից։ Նախ ինչ է էմոցիան եւ ինչպես է ազդում էմոցիան մեր կյանքի գույների վրա, մեր կյանքի որակի վրա, մեր ինքնազգացողության վրա։ Ուրեմն մենք բոլորը շատ հաճախ օգտագործում ենք կայֆ բառը, ինչ կայֆ է, ինչ լավ է, ինչ հավես է, չէ՞։ Ուրեմն ցանկացած կայֆ ասված բառի տակ կան դրական էմոցիաներ։ Կայֆը այդ այն զգացողությունն է, որը մենք զգում ենք դրական էմոցիա ապրելու ժամանակ։ Այսինքն, եթե sense նայենք, հա, մի փոքր խորանանք հոգեբանության մեջ, ես շատ հոգեբանական տերմիններ չեմ օգտագործի, քանի որ ինքս եւ A հոգեբան չեմ եւ B life coaching-ը ինքը մի փոքր այլ անկյանտական նայում հոգեբանական հարցերին։ Լավ, ուրեմն, ինչ է էմոցիան։ Էմոցիան մեր ենթագիտակցության մեջ, մեր ուղեղի ենթակեղևում գտնվող այն հետաքրքիր բնությունից տրված մեզ այսպես փոխաբերական իմաստով գույներն են, որոնք եթե կան ու եթե շատ են, եթե բուրն են, դրան համապատասխան, դրան համաչափ մեր կյանքը գեղեցիկ է, հետաքրքիր է, մեր կյանքը լիարժեք է։ Ու եթե նայում ենք մեր կյանքը սկզբից մինչև վերջ, մենք հենց ամենաառաջի պահից մենք փնտրում ենք էմոցիաներ։ Երեխան ստանում է կոնֆետ, հա, էմոցիա ունի, երեխայի ձեռքից խաղալիքը վերցնում ես, էմոցիա ունի, եւ այդ էմոցիան արտահայտվում է նաեւ հետո հաջորդ փուլում իր զգացողությունների վրա, ինչ ազգում մարդը, երբ ունենում է կամ դրական կամ բացասական էմոցիա։ Եւ շատ կամայական, եթե բաժանենք էմոցիաներ, ապա կասեմ կա դրական էմոցիա, կա բացասական եւ կա նեյտրալ էմոցիաներ, որոնք իհարկե ոչ մի գնահատականի չեն ենթարկվում, հա, լավ կամ վատ առումով։ Եվ լավ են էմոցիաներն են, որոնք հաճելի ապրել ուղղակի։ Վատ են էմոցիաներն են, որոնք տհաճ ապրել։ Շատ ցենց པարզ ձևակերպում տանք, հա, իրանց։ Ու օրինակ վերցնենք լավ էմոցիաներից մի քանիսը՝ հիացմունք, սեր, իհարկե համակրանք, սրանք են էմոցիաներն են, որոնք հենց հաճելի է ապրել։ Եվ բացասական էմոցիաներից իհարկե կարող լինի ցասումը, կարող լինի զայրույթը, կարող լինի նաև խանդը, կարող լինի վրեժի զգացման տակ ընկած էմոցիան, որին ես չգիտեմ կոնկրետ ինչ անուն կարելի է տալ, բայց դա էլ է էմոցիա, հա, որն առաջանում է, միգուցե հենց երբեմն սիրո էմոցիան է բերում նաև վրեժի զգացողության, հա, եւ իհարկե նաև այս մի քանի 5-6 դրական եւ բացասական էմոցիաներից բացի կան բազմաթիվ խառը էմոցիաներ, այսինքն ու մարդը ինչքան էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունի, այնքան իր մեջ էմոցիաների զգացողությունը ասես բազմերանգ է, ծիածանի նման։ Այսինքն ու կան մարդիկ, որոնք համեմատաբար չոր են, համեմատաբար որ sense խիստ ինչ որ sense արտաքին բան ունեն, տպավորություն են մարդկանց վրա, այդ մարդիկ ուղղակի ունեն մի քանի էմոցիաներ եւ այդ մի քանի էմոցիաները զգում են մի 10-20%-ով։ Հիմա եթե ինչքան շատ լինեն էմոցիաները ու ինչքան բազմերանգ լինեն էմոցիաները, ինչքան հերթագայ են հաճախակի իրար, այնքան դա կխոսա մարդու բարձր էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Եվ իհարկե պետք չի մոռանալ, որ դրական էմոցիաները պետք է զարգացնել, ստեղծել տարբեր միքսեր, հա, հիացմունք, համակրանք
եւ նաեւ սեր, այս երեք էմոցիաները միաժամանակ երբ լինում է քո կողակցի նկատմամբ, դու արդեն հայտնվում ես այդ նիրվանայի մեջ եւ եթե այդ նույն էմոցիաներն ինքն է քո նկատմամբ ցուցաբերում, բնականաբար դա գումարվում է եւ երկուսին էլ գետնից այսպես ասած կտրում է, հա, եւ իսկ մյուս մասով դրական էմոցիաները զարգացնելուց բացի նաև բացասական էմոցիաները պետք է կարողանալ a. ճանաչել եւ b. ղեկավարել, լավ, եւ այսօր բացասական էմոցիաներից ես չեմ խոսա, միայն խոսամ դրական էմոցիաներից ու թե ինչ է լինում, երբ մարդիկ նույն երևույթի արդյունքում ունենում են տարբեր էմոցիաներ։ Վերցնենք օրինակ կամայական, տղամարդը նայում է ֆուտբոլ, ոգևորված, հիացած, համակրանք է տածում առհասարակ այդ թիմի հանդեպ, իսկ կնոջ մոտ կա նույնիսկ բացասական, օրինակ խանդում է իր ամուսնուն ֆուտբոլի հանդեպ։ Տարբեր էմոցիաներ են, ճիշտ է։ Հիմա եկեք տեսնենք, եթե երկու տարբեր էմոցիաներ կան զույգերի մոտ նույն երևույթի հանդեպ, դա իրանց բաժանում է, թե չի բաժանում, իրականում շատ է բաժանում։ Եվ երկրորդը, եթե օրինակ վերցնենք նույն տղամարդը, ով նստած ֆուտբոլ է նայում մի ակումբում, որտեղ կան էլի նույն ակումբի բալեշիկները, այսպես ասած երկրպագուները, եւ բոլորով նույն էմոցիաներն են տածում նույն թմի նկատմամբ։ Դա ինչ է, դա իրանց կապում է, ճիշտ է։ Այսինքն նույնիսկ լրիվ անծանոթ մարդիկ նույն երևույթից ունենալով նույն էմոցիաները ինչ են անում, միանում են, մի ընդհանուր ամբողջություն են դառնում եւ ճիշտ հակառակը այն դեպքերում, երբ երկու շատ հարազատ մարդիկ նույն երևույթից կլինի ֆուտբոլ, կլինի ֆիլմ, կլինի կյանքում ինչ-որ իրադարձություն, կլինի ծաղիկ, կլինի հագուստ, կլինի ինչ-որ արժեքային, հա, արժե համակարգային ինչ-որ փաստ, օրինակ, չգիտեմ, երեխա, մի դեպքում երեխան ծնողի մոր մոտ առաջացնում է, չգիտեմ, էմոցիաների հրավառություն, իսկ ամուսին ասում է դեռ ժամանակը չի, դեռ այս կողմ դեռ պետք է մենք կայանանք, տուն առնենք մյուսը, եւ բնականաբար երեխայի սպասումը, հա, կարա երկու տարբեր էմոցիաներ առաջացնի զույգերի մոտ։ Եվ եթե մենք տարբեր ձևով ենք էմոցիոնալ արձագանք տալիս նույն երևույթին, դա մեզ բաժանում է։ Եվ եթե մենք խոսում ենք անհամատեղելիությունից, այդ հորոսկոպային անհամատեղելիությունից մինչև, չգիտեմ, սեռական անհամատեղելիություն, համամիտ եմ, բայց հատկապես սեռական անհամատեղելիություն դա մի բան է, որը որ կա, հա, դա ավելի շատ մասնագետները կա իհարկե կասեն, բայց ես կպնդեմ, որ եթե կա էմոցիոնալ համատեղելիություն, եթե մարդիկ նույն էմոցիաներն են զգում նույն երևույթից, ապա իհարկե դա այդ մնացած բոլոր անհամատեղելիությունները կարող են ջնջի, մաքրի, չեզոքացնի։ Ու դա նաև նման է նրան, երբ իհարկե դու էմոցիա ունես ինչ-որ մեկի նկատմամբ, օրինակ սիրում ես այդ մարդուն, այդ սերը մաքրում է լիքը տարաձայնություններ ձեր մեջ, լիքը անհամապատասխանություններ, անհամատեղելիություններ, այսպես ասած։ Եվ հետևաբար վերադառնալով թեմային ասեմ, որ եթե ամուսինները ուզում են իրար հետ ապրել ներդաշնակ, իրանք պետք է շատ ուշադիր լինեն միմյանց էմոցիաների նկատմամբ։ Ուշադիր լինել, հասկանալ, որ օրինակ կինդ ոգևորվում է առևտուր, հագուստ առնելուց, կամ կինը հասկանա, որ ամուսինը ոգեշնչվում է ֆուտբոլ նայելուց, ոգեշնչվում է մարզվելուց, ոգեշնչվում է իր սիրած գործով զբաղվելուց։ Եվ երբ որ դու դա հասկանում ես, ընդհանրապես հասկանում ես, որ քո կողակիցը էմոցիոնալ որոշակի ալիքի վրա է հայտնվում կոնկրետ ինչ-որ մի փաստից, ապա երկրորդ քայլը պետք է ինչ անել, ապրումակցել։ Ինչ ապրումակցելը։ Ապրումակցելը այդ ձեր էմոցիաները միացնելն է իրար։ Եթե նույնիսկ ձեր մոտ չկա համապատասխան էմոցիա, եթե դուք ապրումակցում եք 1, 2, 3, 4, 10, 20, ձեր մոտ համապատասխան էմոցիան զարգանում է, սկսում է բացվել, որովհետև վերջին հաշվով եկեք իմ սիրած ֆիզիկայից օրինակը բերենք, հաղորդակի ծանոթները երբ որ միացնում ենք իրար, ինչ է լինում։ Որ անոթի մեջ ավելի շատ է ջուրը, մյուս անոթի մեջի ջուրը բերում է հավասարակշիռ վիճակի, ճիշտ է, բերում է նույն մակարդակի վրա։ Հիմա նույն երբ որ մարդիկ իրար հետ ապրումակցում են իրար էմոցիաները, հաղորդակի ծանոթների էֆեկտով մեկի շատ էմոցիան, մյուսի քիչ էմոցիան բարձրացնում է։ Եվ եթե նաև հաշվի առնենք, որ դրական էմոցիաները ապրումակցելուց կրկնապատկվում են, այսինքն ոչ թե գումարվում են իրար ուղղակի, այլ բազմապատկվում են 2-ով, 3-ով, 10-ով, ապա մենք հասկանում ենք, որ ապրումակցելը կողակցից հետ լինելը նույն էմոցիոնալ հարթակի վրա, դա արդեն երջանկություն է, դա արդեն հարմոնիա է ընտանիքում։ Եվ իհարկե նաև եկեք ժողովրդական մի իմաստություն մեջ բերենք, որ ասում են, չէ, որ վիշտը կիսելուց, պատմելուց ինչ որ մեկին քչանում է, իսկ ուրախությունը երբ որ կիսում ես
շատանում է։ Այսինքն հետաքրքիր հատկություն ունեն բացասական էմոցիաները, որ եթե բացասական էմոցիայով ես ապրումակցում, եթե բացասական էմոցիայի մասով ես քո ընկերոջ, քո կողակցի հետ, հա, կամ չգիտեմ, նույնիսկ հարևանիդ բացասական էմոցիային ես ապրումակցում, իհարկե դու կիսում ես, դու քչացնում ես իր էմոցիան, ինչ որ մի մասը վերցնում ես քեզ։ Եվ հակառակը, եթե դրական էմոցիան ես դու ապրումակցում, դրական էմոցիան ոչ թե կիսա, քչանում է իր քո մոտ, այլ շատանում է, բազմապատկվում է, եռապատկվում է։ Եվ ավարտելով առաջի մասը իմ հոլովակի, ասեմ, որ եթե ուզում եք ներդաշնակ լինել, եթե ուզում եք ձեր ամեն օրը լինի այնքան վառ, այնքան գեղեցիկ, ինչքան այն ամենասկզբի օրերն էր, ես խորհուրդ եմ տալիս ապրումակցել ու շատ լուրջ վերաբերվել ձեր կողակցի էմոցիաներին։ Եվ նկատած կլինեք, չէ՞ որ զույգերը ինչ որ կյանքի этаպից սկսում են իրար չհասկանալ, ինչի են սկսում իրար չհասկանալ, որովհետև այն ինչ ժամանակին իրանց միացնում էր, այդ էմոցիաներն էին, այսօր այդ էմոցիաները քիչ են կամ չկան։ Պատկերացնում եք, ու տարբեր ալիքների վրա են։ Այ եթե երկուսն էլ նորից վերադարձնեն այն էմոցիոնալ ֆոնը, այն էմոցիոնալ հրավառությունը եւ նույն երևույթից երկուսն էլ զգան նույն էմոցիաները, այդ ցանկացած տարիքում, ցանկացած անհամատեղելիության պայմաններում մարդկանց նորից միացնում է։ Ես օրինակը բերեցի նույնիսկ անծանոթ մարդկանց օրինակով, որ ասում են ընկերովի մահը հարսանիք է, ճիշտ է, ժողովուրդն է ասում, այսինքն նույնիսկ երբ որ ընկերներով գնում եք մեռնելու, նույնիսկ այդ պահին առաջացած էմոցիաները ձեր մոտ ստեղծում են ուրախություն, դուք ցնծում եք, դուք հարսանիք եք ապրում։ Ժողովուրդը ոչինչ, իդեպ ես ասեմ, իմ հոլովակների մեջ դուք հաճախ կտեսնեք օրինակներ ժողովրդական ասույթներից, որովհետև այդտեղ լիքը իմաստություն կա թաքնված, չբացահայտված նույնիսկ, եւ ֆիզիկայից, որովհետև ֆիզիկան ճշգրիտ գիտություն է, որը վաղուց շատ ու շատ հարցերի պատասխանները արդեն տվել է։ Եվ արդյունքում ինչ է ստացվում, որ եթե մենք կարողանում ենք ընկերոջ հետ, անծանոթի հետ նույնիսկ ապրումակցել, իր էմոցիան կիսել, կլինի լավ թե վատ, մենք դրանով մտերմանում ենք իր հետ։ Եվ ամփոփելով խորհուրդս հղեմ բոլոր զույգերին, բոլոր ներկա կամ ապագա զույգերին, ապրումակցեք իրար, կիսեք իրար տարերքները, այն ինչը ուրախացնում է, հիացնում է քո կողակցին, չեմ ասում արհեստական դուք էլ դրանով հիացեք կամ ուրախացեք, էմոցիան երբեք արհեստական չի լինում, բայց երբ որ դուք սկսեք իրան հասկանալ, սկսեք ինքներդ էլ նայել ֆուտբոլ կամ ինքներդ էլ սկսեք մտածել, լավ, ինչ է տեսնում կինս սրա մեջ, հա, այ օրինակ այս երգի մեջ, նկատած կլինեք իդեպ, որ երբ որ դու սիրում ես ինչ-որ մեկին, իր սիրած երգը միանգամից սկսում ես սիրել։ Ինչի, որովհետև միանգամից վարակվում է այդ էմոցիան, քեզ է գալիս։ Հիմա հակառակը պետք է անենք, եթե չկա այդ էմոցիայի վարակը, տեսնում ես ինքը սիրում է, դու էլ նայ, դու էլ լսի, ուշադիր եղի, ու դրա արդյունքում կարող առաջանա։ Քո մոտ ինչ-որ մի կայծ եթե լինի, արդեն ապրումակցելու արդյունքում հաղորդակի ծանոթների էֆեկտով քո մոտ էլ արդեն բավական մեծ էմոցիաների տարապ կլինի։ Եվ նաև ասեմ, որ պետք չի մոռանալ շատ կարևոր մի հանգամանք, որ մենք բոլորս ունենք ֆունդամենտալ բնազդներ եւ ֆունդամենտալ պահանջմունքներ։ Եվ այն ինչ ես խորհուրդ եմ տալիս, պետք է անել այդ ֆունդամենտալ պահանջմունքները բավարարելուն զուգահեռ կամ գոնե բավարարելուց հետո։ Օրինակ, եթե ընտանիքում կան չլուծված ավելի կարևոր հարցեր, օրինակ, չկա ուտելիք, սնունդ չկա, այդ ժամանակ կարծում եմ էմոցիոնալ դաշտի մեջ գտնել ինչ-որ համատեղելիության ու էլի չլուծել են հարցը, ասենք ես քեզ սիրում եմ ու արդյունքում արի համակերպի նրա հետ որ հաց չի լինելու կամ սեռական կյանք չի լինելու կամ չգիտեմ այն ֆունդամենտալ բնազդները եթե բավարարված չեն, ապա ստեղ մենք չենք կարա անել այն ինչ ես ասում եմ, հա։ Դրա համար նաև ես խորհուրդ եմ տալի առաջին հերթին Մարքսը, իդեպ Մարքսի մասին մենք կարծում եմ քիչ ինֆորմացիա ունենք այն իմաստով, որ Մարքսը 20-րդ դարի մեծագույն մտածողներից է եղել ու Մարքսը ասել է, որ կեցությունն է որոշում գիտակցությունը, այսինքն կեցությունը մեր այն ֆունդամենտալ բնազդներն են, որոնք կամ բավարարված են կամ բավարարված չեն, եթե կեցությունը չի գտնվում բավական կոմֆորտ վիճակում, բավարարված վիճակում, ապա գիտակցությունը, հետևաբար նաև մնացած ամեն ինչ գիտակցության հետ կապված կամ ենթագիտակցության հետ կապված, էմոցիաները, ապրումակցելը ոնց որ ես եմ ասում, այդ ամեն ինչը չի լինի։ Դրա համար առաջին հերթին պետք է լուծել ֆունդամենտալ հարցերը, խնդիրները, պրոբլեմները, չգիտեմ, ընտանիքում նեղվածք, ընտանիքում, չգիտեմ, խնդիրներ կամ պրոբլեմներ կան, առաջին հերթին դա է պետք լուծել ու հետո սկսել ապրումակցել, անընդհատ, միասին գնալ ինչ-որ արշավ, միասին գնալ ինչ-որ ֆիլմ նայելու, միասին հուզվել, միասին լացել, միասին ուրախանալ, միասին հիանալ, միասին տխրել, միասին հիասթափվել, այն ինչ կանեք դուք միասին,
էմոցիաների առումով այդ ձեզ կկապի, այդ ձեզ կմիացնի, այդ ձեզ կերջանկացնի։ Եվ նաև շատ հետաքրքիր օրինակ հիշեցի խոսքի ընթացքում եկեղեցում ամուսնացնելուց Տեր Հայրն ասում է խոստանում եք, որ ձեր կնոջը չեք թողելու վշտի մեջ, հիվանդությունների մեջ, չէ, նաև ուրախությունների մեջ, չէ։ Ինչ եք կարծում, արդյոք այստեղ խոսքը նաև էմոցիաների մասին, չէ։ Նաև, այսինքն մենակ չթողել իր հետ այդ էմոցիաները զգալ շատ կարևոր է։ Ու սրա արդյունքում հավատացեք, անհամատեղելիության ինչ է լինի, էմոցիաների տակ ինքը չեմ ասում լրիվ կանցնի, իհարկե, բայց կգա այն վիճակին, որ դուք հանգիստ կապրեք, երջանիկ կապրեք, այնպես որ ժողովուրդ ջան, սիրեք իրար, երջանիկ կապրեք, ապրումակցեք եւ ամենակարևորը ունեցեք շատ բալիկներ, որովհետև իրանց տված էմոցիաները հաստատ երկուսն էլ ունենալուց հետո իհարկե կիսելու են։ Հա, կարող է մինչև ունենալը տղամարդն ասում է ես տղա եմ ուզում, կինն ասում է ես աղջիկ եմ ուզում, հա, այդտեղ իրար կարծիքները բաժանում, բայց երբ որ աղջիկը ծնվում է, տղամարդն ու կինն էլ հասկանում են, որ դրանից աստվածային դրանից հզոր էմոցիա չկա։ Դե իհարկե տղան էլ նույնը, բայց աղջկա մասով է հիմնական տարաձայնությունները լինում։ Всё, այսքանը ես նաև ձեզ խորհուրդ կտամ գրանցվել մեր YouTube-ի ալիքին, նաև եթե Facebook-ով նայեք հոլովակը կարող եք բաժանորդագրվել իմ Facebook page-ին եւ հետագա հոլովակներին ելի կծանոթանաք ես էլ մեծ սիրով, մեծ ուրախությամբ, այն ինչ ես գիտեմ, այն ինչ ես ուսումնասիրում եմ, այն ինչ հասկացել եմ կամ հասկանում եմ կամ դեռ կհասկանամ ընթացքում սովորելու process-ում սիրով պատրաստ եմ ձեր հետ կիսելու։ Դե, լավ մնացեք, մինչ հաջորդ ուրբաթ։